Ողջույն։ Երկրորդ էպիզոդ How to Scale-ի ես Բյուզանդն եմ, եթե առաջին անգամն եք ինձ տեսնում, ուրախ եմ շատ, որ արդեն եկել եք եւ միացել եք մեր էպիզոդին։ Երկրորդ էպիզոդին անդրադառնալու ենք երկու կարևորագույն վաճառքի մենեջմենթի թեմաներից, որոնք որ ամեն օր ձեր կյանքում ձեր առաջ գալու են։ 5 կարևոր KPI, որը վաճառքի տնօրենը պետք է հետևի, կամ վաճառքի team lead-ը, կամ մենեջերը, կամ սեփականատերը, եթե փոքր միջին բիզնես է։ Իսկ 5 մեծակույն մոտիվացիայի մոդելներ, որոնք աշխատում են վաճառքի մասնակիցների համար։ Այսինքն այսօր ունենք 2-5, որում մասին դուք կարող եք իմանալ, եթե իմանում եք, շատ ավելի լավ։ KPI-ը կարծում եմ բոլորից մոտավորապես ծանոթ բառ է, Key Performance Indicator, հայերենով ասեմ հիմնական կատարողականի ցուցիչ։ Իրականում KPI-ը այդ 3 տարերից բաղկացած, 3 փարերից բաղկացած ընդհանուր փար, որը որ իրականում ցեզ օգնում է ձեր նպատակներին ավելի հստակ եւ ձեր թարգետներին ավելի հստակ հասնելու իբր միջոց, որուն ընթացքում դուք կարողանում եք չափեք կատարողականներ, որոնք որ չափելի են բոլորի վրա, այս դեպքում վաճառքի մասնակիցների վրա։ Առաջին թեման 5 կարևորագույն KPI-ներ, որի per վաճառքի տնօրեն կամ սեփականատեր պետք է հետևեք։ Հաճախորդի acquisition cost։ Հիմա ես անգլերենով բառեր ասում եմ, գներեք, բայց հայերենով մի քիչ ձեր համար էլ բարդատվալու, որ հետո եթե գնաք research անեք, անգլերենով ասում են customer acquisition cost։ Ինչքան ծախս է նստում ձեր վրա ձեր հաճախորդ ներգրավելու process-ը։ Այսինքն, դրա մեջ մտնում է վաճառքի կարողամասնակետի աշխատավարձ, commission, marketing-ի ծախս, եթե դուք lead generation դուք եք անում marketing-ով inbound են գալիս ձեր մոտ, եթե outbound եք անում ինչ գործիքներ եք օգտագործում, այդ ամբողջը մտնում է ծախս։ Իսկ այս ամեն ինչի վրա հետևելու նպատակը իմանալ ինչքան ծախս եք ծախսում մի հաճախորդի համար։ Վերջում ամսվա վերջ կերևա արդեն ընդհանուր ինչ եք ծախսել, բայց մի հաճախորդի ծախսը շատ կարևոր է, որովհետեւ հասկանաք ինչքանով է return on investment-ը, ինչքանով է արդարացնելու իր ծախսը մի հաճախորդը։ Այսինքն, եթե օրինակ եմ ասում, եթե $30 եք ծախսում եւ ձեր բիզնեսի միջինը revenue-ի միջինը $5 է, այդ արդեն խնդիր է, չէ՞։ Այսինքն երկար է տևելու, բացի եթե բիզնեսը դրան համաձայն է։ Այսինքն օրինակներ եմ տալիս, բայց ինքը ասա չի որ ճիշտ բաներ եմ ասում, բայց ամեն մեկ իր բիզնեսում կտեսնի այդ արդեն ինչքանով է, բայց կարևորը լինի չափելի։ Իսկ դուք իբր վաճառքի տնօրեն դա պետք է տեսնեք։ Երկրորդ կարևոր բանը ինչքան մետրիկան, որ պետք է նայեք, շաբաթական գդրվածքով կոնե, ինչքան է ձեր sales-ի եկամուտը, sales revenue։ Այստեղ կարող եք տեսնել նաև ընդհանուր բիզնեսի performance-ը sales revenue-ից, քանի որ բիզնեսը իր income-ի աղբյուրը sales revenue-ն է, դրա համար շատ կարևոր է, որ դա շաբաթական չափեք դուք։ Conversion rate, քանի lead եք ստացել, քանի հատ է փակել եք, բայց այստեղ մտնում է շատ բարակ քիչ, որը որ կոնվերսիայի տարբեր կետեր են։ Այսինքն կոնվերսիան չի սկսում այնքան քանակ ստացել ենք, այսքան էլ փակել ենք, այդտեղ չի կոնվերսիան։ Դա վերջի կոնվերսիան է։ Դրանց մեջ ես կարամ գտնեմ 5 հատ կոնվերսիա։ Եթե անշուշտ ուզում եք իմանալ հետևեք ինձ, կարող է ինչ-որ էպիզոդներով անդրադառնամ դրան, բայց նաև կարող ենք մենք իրար հետ խոսանք առանցին ձեր բիզնեսի հատուկ նիդերի հետ կապված։ 4-րդ կարևոր կետ՝ միջին վաճառքի քին, ոչ եկամուտ, քին։ Ինչքանով եք դուք վաճառում այդ product-ը այդ մարդուն։ Ինչի համար է կարևոր է հետևել ամեն շաբաթ կամ ամեն ամիս կամ ամեն 2 շաբաթ, այդ արդեն դուք եք որոշում։ Այս ինֆորմացիայի հիման վրա դուք կարողանում եք հասկանալ ձեր հաճախորդը ով է։ Այսինքն դա դուք նախապես արդեն դնում եք ձեր պլանի մեջ, բայց այս քինի հիման վրա, այսինքն օրինակի համար, եթե շաուրմա եք վաճառում, հասարակ բան եմ ասում։ Շաուրման վաճառում եք 1500-ով, օրինակ։ Ձեր միջին վաճառքի գինը 2000 է։ Դուք կարողանում եք հասկանալ ձեր հաճախորդի ինչքան ավել ծախսելու ունակությունը նաև։ Այսինքն թեր կարակ դուք բարձրանաք կամ ինչ-որ բան հետը ծախեք կամ ինչ-որ կոմբոները ստեղծեք դրա հիման վրա, օրինակ։ Եվ բոլոր օրինակներով էլ դուք կարակ այս օրինակով առաջնորդվեք։ Չեմ ասում շաուրմայով, բայց ընդհանրապես այս մոդելին, որ միջին վաճառքի քինը ցեզ տալիս է տվյալ, որ թե ինչքան տեղ ունեք աճելու, forecast անելու եւ կարողանալու հասկանալ ձեր միջին քինը ճիշտ է, ձեր ստրատեգիան ճիշտ է կամ պետք է փոփոխություններ ենթարկեք։ 5-րդ ամենակարևոր կետը վաճառքի ցիկլը, sales cycle, ինչքան ժամանակ է տևում
վաճառքի process-ը։ Այստեղ շատ լուրջ խնդիր է, եթե այն բիզնեսի տերերը, որոնք որ ունեն շատ սպეციფიկ product, որը որ հեշտ չի վաճառելը։ Հեշտ չի ասում եմ ոչ թե քանի որ արդարացնել եմ ուզում վաճառքի մասնակետին, բայց ուզում եմ ասեմ, որ product-ներ կան, որ իրենք շատ սպეციფიկ են եւ իրենց cycle-ը գարատևի երկար։ Product-ներ կան, որ իրենք շատ մեծ են, այսինքն կարող է լինի մի product-ի վաճառքը $1.5 միլիոն։ Այդ $1.5 միլիոնը մի ակնկալեք, որ մի շաբաթում անի։ Հետո կանտրատարնամ նաև որ վաճառքի մասնակետին եթե դուք $600 եք տալիս, մի ակնկալեք որ ինքը $1.5 միլիոնի վաճառք անի ձեր համար։ Դա էլ է ուրիշ խնդիր, որ հետո կանտրատարնանք ուրիշ էպիզոդներում։ Բայց հետևեք ինչքան ժամանակ է տևում ամեն մեկ վաճառքի ցիկլը, որովհետեւ հասկանաք, որ միջինում ցեզ ինչքան ժամանակ է պետք, այսքան գումարի հասնելը, որ ունենաք ճիշտ forecasting, քոնե 90%-ով կամ 80%-ով, որովհետեւ հասկանաք հաջորդող ամիսներին դուք ինչքան ժամանակ է ցեզ պետք մի վաճառքի, հետո կարաք նաև իմանաք շաբաթական գդրվածքով ամեն մի վաճառքի մասնակետ ինչքան է տևում իր ցիկլը, եթե նույն պայմաններն եք իրենց տալիս։ Ինչի նույն պայմանները ասում եմ, inbound-ի բարակային ուրիշ վիճակ է, outbound-ի բարակային ուրիշ վիճակ է։ Դրա համար ես միշտ ասում եմ հավասար պայմաններում այդ մարդիկ եթե նույն ժամանակով են փակում։ Այսինքն եթե դուք երկուքին տալիս եք 30 lead օրական inbound, այսինքն մարքեթինգից եկած, այսինքն այդ մարդիկ իմանում են դրա մասին, իմանում են ձեր product-ի մասին, իմանում են ինչ է եւ իրենք դրա գարիք ունեն։ Եթե այդ 30-ը տալիս եք երկու տարբեր վաճառքի մասնակետների, երկու տարբեր մասնակետներ նույն տեսակի լիդերով, եւ այդ մի հատը անում է 10 օրում deal closing-ը, երկրորդը անում է 3 օրում, ինչ որտեղ խնդիր կա վաճառքի մասնակետի։ Այսինքն այդ KPI-ը ձեզ օգնում է ոչ թե միայն տեսնել ձեր վաճառքի եւ forecast անել, նաեւ տեսնել ձեր վաճառող մասնակետների performance-ը, կատարողականները։ Դրա համար շատ կարևոր է այս 5 շաբաթական մետրիկաները, որոնք որ պետք է հետևեք։ Երկրորդ թեման։ 5 կարևոր կետ, որ մոտիվացնում է ձեր վաճառքի թիմում աշխատողներին։ Առաջին փողը չի։ Փողը մի տեղ է, բայց առաջինը չի։ Առաջին այդ մարդկանց ստեղծել միջավայր, որը որ հաղթելու հետ է կապված, շահելու հետ է կապված։ Այդ մարդիկ սիրում են մրցակցություն։ Սիրում են մրցակցություն իրենց գործընկերների հետ, սիրում են մրցակցություն իրենց նախկին ամենաուժեղ վաճառողի հետ, սիրում են մրցակցություն իրենց ընկերության եւ հակառակ մրցակից ընկերության մեջ։ Դրա համար ես միշտ ասում եմ, կիսվեք տվյալներով այդ մարդկանց հետ, որտեղ է կանգնում ձեր ընկերությունը ընդդեմ մրցակիցների, որտեղ է կանգնում այդ վաճառքի մասնակետը ընդդեմ իր գործընկերների։ Եվ այդ ամեն ինչը կիսվելու արդյունքում դուք ստեղծում եք մրցակցային միջավայր, որի ընթացքում վաճառքի մասնակետը ցկտում է ավելիին, որպեսզի հասնի իր հաղթանակին, չէ, առաջին տեղին։ Եթե այդ չեք ստեղծում, այդ ստեղծելու է լուրջ իրավիճակ, որը մարդիկ հասնելու են այն կետին, որ իրենք հանգիստ են զգում եւ այդ արդեն վատ է։ Ոնց անել այդ ամեն ինչը ինքը մի քիչ բարդ է եւ մի քիչ շատ փառակից է, բայց ասեմ, այդ ամեն ինչը անելու համար պետք է դուք հետևեք ամեն ինչի դետալներին։ Այսինքն ձեր վաճառքի մասնակիցների ամեն օրվա արած աշխատանքին, որպեսզի կարողանաք այդ տվյալները հանելուց եւ կիսվելուց այդ մարդկանց հետ ճիշտ տվյալներով կիսվեք։ Իսկ ինչպես անել, տասել։ Ես մի հատ բադ ունեի, միտեղ տնում էի, ով ամենաշատն է վաճառել, այս ինչ մարդը այսքան արել, այս ինչ մարդը այսքան արել, եւ դա փոխում ենք շաբաթական, այդ շատ լավ մրցակցային իրավիճակ էր ստեղծում։ Ինչի համար ասում եմ այդ վիճակը լավ է, որովհետեւ եթե այդ մարդիկ ամբիցիոզ չեն, նախ պետք չէ վաճառքի մասնակից լինեն, բայց եթե այդ տեսակ վաճառքի, եթե ամբիցիոզ են, նաեւ պետք է իմանան, որ այստեղ էմոցիոնալ լինելը երկրորդ ամենակարևոր բանն է, որ չլինեն էմոցիոնալ, որովհետև եթե էմոցիոնալ լինեն, այնտեղ սկսելու են խանդել իրար, սկսել խնդիրներ ունենալ իրար հանդեպ եւ դա տանելու է դեպի վատ վիճակ։ Դրա համար պետք է շատ կարևոր այդ թելը բարակ պահել, բայց ստեղծել մրցակցային իրավիճակ։ Երկրորդ կարևոր կետը իբր վաճառքի մասնակետ նախկինում, վաճառքի տնօրեն, ես ուզում եմ կիսվեմ մի բանով։ Վաճառքի մասնակետները միշտ սիրում են իգո ունեն։ Իրենք սիրում են ինքնավստահ են շատ, ավելորդ ինքնավստահություն ունեն, եւ այդ իգոին հավասար դուք պետք է տաք իրենց recognition, ճանաչում։ Ասեք, որ այս մարդը լավ է արել, երկուշաբթի թիմ միտինգ ունեք, խոսացեք դրա մասին, եթե լավ բան է եղել, ասեք, որ այս մարդը լավ բան է արել այս շաբաթ։ Փոքր նույնիսկ եթե հաղթանակներ են, կիսվեք այդ ամբողջ թիմի հետ միասին։ Ինչու՞։ Այդ մարդոց տալիս եք դուք նենց մոտիվացիա,
որը որ փողից էլ ավել կարևոր է։ Հետո կասեմ, որ փողն էլ է կարևոր, բայց այդ մոտիվացիան շատ կարևոր է, որովհետեւ մարդիկ կսկան, որ իրենք հաղթում են ամեն օր նոր ինչ-որ achievement են անում, եւ այդ achievement-ը տալու է ոչ թե միայն իրենց ինքնավստահության բարձրացում, նաեւ ծեր ֆիրմայի վաճառքների բարձրացում, քանի որ այդ մարդիկ ավելի ուրախ են գալու, ավելի մոտիվացված են գալու եւ դա ստեղծելու է լավ միջավայր մյուսների նկատմամբ, որ մարդիկ ուզեն դառնալ այդ շաբթվա highlight-ը, այդ շաբթվա թեմքը։ Երրորդ կարևոր կետը փողն է։ Եթե մանավանդ մեր շուկաների նման շուկաներում, փոքր շուկաներում, վաճառքի մասնակիցները իրենց շուկայական քինը գիտեն, եթե իրենք լավ մասնակից են, իրենք գիտեն մրցակից կոմպանին ինչքան է վճարում։ Չեմ ասում զիջեք, չեմ ասում ամեն անգամ ասեն դե որքան ասեն, եթե չտակ ես կգնամ, դա օրենք չի, բայց նենց միջավայրը ստեղծեք, որ այդ մարդիկ նաև կարողանան փող աշխատեն։ Փող աշխատեն ոչ թե միայն աշխատավարձով, այլ նաև կոմիշնով։ Բայց նենց լինի, որ համահունչ լինեն այս երկուքը միասին։ Չէ լինի ցածր աշխատավարձ, բայց բարձր տոկոս։ Քանի որ դուք եք հասկանում, չէ, որ այդ մարդը եթե կարողանար այդ տոկոսը ապահովել, ինքը ծեր աշխատավարձներ չէր ուզի։ Բայց այդ մինիմում աշխատավարձը պետք է լինի, որ մարդը հանգիստ կյանք ունենա։ Հանգիստ կյանք ասելով ցկտի առավելի, բայց ունենա նաև նորմալ աշխատավարձ։ Իրեն ճանաչելը իբր լավ մասնակից շատ լավ է, բայց նաև ճանաչելը փողով շատ ավելի մոտիվացնում է։ Եվ դրա համար ես միշտ ասում եմ, նենց սխեմա ստեղծեք կոմպենսացնելու, որբեսի այդ մարդիկ միշտ ուրախ մնան ձեր ֆիրմայում եւ մնան ձեր ընկերության մեջ աշխատող։ Մարդիկ հարատև չեն մնալու միտեղ, բայց կարևորը մնան երկարաժամկետ, որբեսի ձեր ինվեստիցիան նաեւ իրանց վրա երկար իր արդյունքները տա։ Չորրորդ ամենալավ կետերից մեկը ես սիրում էի, երբ որ ինձ ասում էին մեր ամենալավ մասնակետը այսքան էր արել, դու անցար այդ մասնակետին։ Դա ամենահետաքրքիր, ամենասիրելի բանն է վաճառքի մասնակետների համար, որ ինքը ռեկորդներ է կտրում։ Իրեն համեմատում ես, օրինակ, մի հատ աշխատող ունեինք, իրեն ասում էինք Մայքլ Ջորդանն էր մեր վաճառքի։ Ինքը ամենալավն էր։ Այդ մարդու անտեպ նախ ինքն էր ուրախ զգում, բայց նաև ինքը զգում էր, որ ինքը ռեկորդներ է կտրել այդ ֆիրմայում։ Չէ՞, աթլետները ունեն այդ վիճակը։ Իրենք ռեկորդներ կտրելու վիճակ ունեն։ Ինչի՞, քանի որ իրենք նաև իգո ունեն։ Նույնը գալիս է վաճառքի մասնակիցներին։ Իրենք սիրում են ռեկորդներ կտրել, եթե իրենք լավ վաճառքի մասնակից են եւ ամբիցիոզ են։ Դրա համար կիսվելը եւ տալը այդ ինֆորմացիան շատ հետաքրքիր է եւ կարակ նաև ինչու ոչ դերսում անում են Հայաստանում չեմ տեսել, բայց դերսում տեսել եմ Hall of Fame, ձեր ամենալավ վաճառքի մասնակիցների ռանկինգներով իրանց նկարները տնեք, չէ՞, բանում պայմանական, այսինքն պատմական ձեր ամենալավ վաճառքի մասնակից, ոչ թե այդ տարվա կամ այդ թիմի։ Ընդհանուր, այդ մարդիկ թող ճանաչեն, որ այս մարդը էս հարել, դա ամենամեծ բանն էր արել։ Եվ դա ստեղծում է լավ մթնոլորտ թիմի մեջ հասնելու այդ պատին, այդ ուոլին։ Իսկ ամենավերջին բաժինը, ասեմ, բոնուսները լավ են, փողը լավ է, կարճաժամկետ նվերները վաճառքի մասնակիցների համար ամենահետաքրքիր բանն է։ Վաճառքի մասնակիցին, որ տալիս եք հավելյալ արձակուրդային օր, այդ զուլացնում է իրանց մի տվեք։ Հավելյալ արձակուրդային օրը վաճառքի մասնակիցների համար դա զուլացնող է։ Ես չեմ տալիս այդ տեսակ բան, բայց տալիս էի ընտրիքի ինչ որ լյուքս ընտրիքի հրավերատոմս։ Տալիս էի արձակուրդի գնալու կարելիություն, որ գնան երկու հոգով հանգիստ անեն վիկենդին։ Նվերները վաճառքի մասնակից ինչ որ բանի դիմաց անշուշտ ոչ թե տենց նվեր են բաժանում, բայց ինչ որ բանի դիմաց այդ շատ հետաքրքիր եւ rewarding, այդ կողունակություն ստեղծող փոքր նվերներ, որոնք որ վաճառքի մասնակիցներին հետաքրքիր կարա դառնան։ Այսպիսով անդրադարձանք 5 կարևոր KPI-ների եւ 5 կարևոր մոտիվացիոն մոդելների։ Եթե ուզում եք ավելի իմանալ, հաստատ հետևեք մեր էջերին, իսկ եթե ուզում եք շատ ավելի սպეციფიկ ձեր բիզնեսի համար ինֆորմացիա իմանալ, սխեմաներ իմանալ, գրեք մեզ եւ մենք շատ սիրով կպատասխանենք եւ կօգնենք։ Ստեսություն։